Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյանը հայտնում է, որ Լոռու մարզի 3 բնակավայրերում Փամբակ, Դեբետ և Վահագն նախատեսվում է երկրաբանական ուսումնասիրություններ։ Դուրգարյանը օրագիր Նյուզի հետ զրույցում նշում է, որ խոսքը վերաբերում է նոր հանքային պաշարների որոնման նպատակով ընտրված տարածքին։ Նա մտահոգություն է հայտնում, որ նշված բնակավայրերի տարածքներում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային քննարկումներ են նախատեսվում, սակայն բնակիչները գործընթացի մասին բավարար տեղեկացված չեն։ Կոնկրետ Աքաձորի հանքային տարածքներին է վերաբերվում, որը 3 բնակավայր է, ընդգրկումն ու 3 բնակավայրի վարչական տարածք է ընտրվել, այսինքն 3 բնակավայրում նախատեսվում են օգոստոսի 11-ին լսումներ եւ այդ հանրային լսումներից է իրականում կապված, թե ապագայում ինչ կլինի, տարածքը զբոսաշրջային տարածք է, մարդիկ այնտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ Նրա խոսքով համայնքների հետ շփման առաջին փուլում սովորաբար պատրաստի հանքարդյունաբերական նախագիծ չի ներկայացվում։ Նախաձեռնող կողմը ներկայացնում է իր նպատակները եւ նախատեսվող գործողությունները, որից հետո կազմակերպվում են հանրային լսումներ, իսկ համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն, թե ոչ։ Նրանումն է, որ լսումները արդեն նշանակված են, երբ չգիտեմ, 10 օր եւ ավել, բայց բնակչությունը տեղեկանում չի, այսինքն մեխանիզմները իրազեկման տեղեկացման լավ չի գործում եւ հիմա փորձում ենք մարդկանց իրազեկել, որ լսումներ են նախատեսում գնան մասնակցեն։ Դուրգարյանի խոսքով այսօր խոսքը դեռևս ուսումնասիրությունների մասին է, սակայն անհրաժեշտ է արդեն այս փուլում հասկանալ հնարավոր հետևանքները։ Եթե մենք օրինակ ինչ որ տարածքում հաստատեցինք, ապա հաջորդ քայլը լինելու է, որ տարբեր ընկերություններ ցանկություն են հայտնելու այդ պաշարները արդյունահանել։ Օլեգ Դուրգարյանի խոսքով առանց կոնկրետ ծրագրի հնարավոր չի ամբողջական գնահատել ազդեցությունը, սակայն հանքարդյունաբերական ցանկացած գործունեություն իր մեջ պարունակում է շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգները։ Տարածաշրջանը զբոսաշրջային է, զարգանում է այդ ուղղությամբ եւ նաեւ բնականաբար այդ ձորով հոսում է Փամբակ գետը, որը հետո միախառնում է Դեբետ գետին, այսինքն ընդհանուր առմամբ որպեսզի հասկանանք, թե ինչ բնապահպանական ռիսկեր է առաջացնում, պիտի հստակ ծրագիր լինի, բայց այս բան չկա, բայց ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն ինքը բնականաբար շրջակա միջավայրի համար վնասներ է, իր մեջ ռիսկեր է պարունակում։ Լսումները նշանակված են, բայց բնակչությունը լայնորեն տեղեկացված չէ։ Իրազեկման մեխանիզմները չեն աշխատում այնպես, ինչպես պետք է։ Հիմա կարևոր է, որ մարդիկ իմանան նախատեսվող քննարկումների մասին եւ կարողանան մասնակցել, արտահայտել իրենց դիրքորոշումը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։